Արմլու լրատվականը հազանգ էր ստացել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ՑՄ ազատազրկվածների հարազատներից, որոնք ներկայացրել էին, որ ինչ-որ դիմակավորված անձինք մուտք են գործել ՔԿՀ-ի 5-րդ հարկ ու ազատազրկվածներին դաժանաբար ծեծի ենթարկել։ Քիչ անց քրեակատարողական հիմնարկից մեզ տեղեկություն հաղորդեցին։ Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ տևական ժամանակ է խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ եւ հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը քննելով վերոգրյալ տեղեկությունները քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ եւ պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Աջակցություն վերջինիս որոշ կալանավորված անձինք եւ ՑՄ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակներ, հարվածել դռներին եւ այլն։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետևաբար ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։ Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել։